Ողջույն հարգելի հետևորդներ, կրկին Նարերի խոհանոցում եք եւ այսօր պատրաստելու ենք շատ հետաքրքիր եւ արագ շավուրմա։ Այս տեսանյութում պատրաստելու եմ շավուրմա տորտիլայի մեջ կամ սովորական լավաշ եթե չունեք։ Քսելու եմ իմ պատրաստած մայոնեզը տնական եւ ավելացնելու ենք թարմ բանջարեղեններ, լոլիկ, վարունգ ըստ ցանկության։ Սկսենք պատրաստել մայոնեզը։ Վերցնում ենք 150 գրամ բուսական յուղ, կարելի է արևածաղկի կամ ձիթապտղի։ Մեկ ձու ենք վերցնելու համեմունքներ, ինչպես տեսնում եք, ունեմ այստեղ աղ, սև պղպեղ, 4 սխտոր, ցանկության դեպքում կարող եք ձեր ուզած համեմունքները ավելացնել։ Ձուն պետք է լինի պարտադիր սենյակային ջերմաստիճանի։ Պատրաստման եղանակը շատ պարզ է, ինչպես տեսակ ես արդեն ձիթապտուղը լցրել եմ, ավելացրեցի ձուն, համեմունքները եւ սկսում ենք անցկացնել բլենդերով, ներքևից վերև շարժումներով, սկզբից պետք է 2 րոպե պահենք հենց տեղնուծի վրա եւ կամաց հենց սկսի սպիտակել, բարձրացնենք վերև, որպեսզի այն պատրաստ լինի։ Ընդամենը 15 վայրկյանում մայոնեզը արդեն պատրաստ կլինի։ Ահա եւ վերջ, արդեն պատրաստ է հարգելիներս, շատ պինդ եւ շատ հարթ զանգված է ստացվում եւ իհարկե ավելի համեղ, քան խանութից գնվածը։ Սոուսը արդեն պատրաստ է, անցնենք արդեն մսի պատրաստմանը։ Մեզ անհրաժեշտ է կես կիլոգրամ աղացած միս, համեմունքներ, ինչպես տեսնում եք, ունեմ կարմիր եւ սև պղպեղ, աղ, ցանկության դեպքում կարող եք նաեւ կծու ավելացնել, 1 գլուխ աղացած սոխ ունեմ այստեղ եւ կտրատած մաղադանոց։ Եվ վերջ, այս կանա հարգելիներս պետք է շաղախենք եւ թխելու ենք ջեռոցում։ Հետևեք եւ կտեսնեք, թե ինչպես եմ այն պատրաստում։ Ահա եւ միսը եւս պատրաստ է, հավասար բաժանում ենք 4 մասի, ահա այսպես։ Մեկ մասը վերցնում ենք, դնում ենք սպարաթղթի վրա, եւս 1 սպարաթուղթ ենք վերցնում, տեղավորում ենք վրան եւ կրտնակով հարթեցնում ենք։ Հանում ենք ստվարաթուղթը եւ ահա տեսեք այսպիսի գեղեցիկ հարթ զանգված ենք ստանում։ Փաթաթելու ենք գլանաձև, տեղավորելու ենք բոլոր փաթաթած ստվարաթղթերով միսը տապակի մեջ եւ թխելու ենք 15-ից 20 րոպե 200 աստիճանի ներքո։ Միսը արդեն պատրաստ է, դուրս ենք բերում ջեռոցից եւ անցնում ենք շավուրմայի հավաքմանը։
Խորը աման ենք վերցնում, պատրաստի միսը արդեն լցնում ենք ամանի մեջ և սկսելու ենք հավաքել շավուրման։ Ահա այսպիսի գեղեցիկ և շատ համեղ տեսք ունեցող շավուրմայի միս ենք ստանում։ Հիմա սկսում ենք հավաքել շավուրման, վերցնում ենք լավաշը կամ տորտիլա, ինչպես ես եմ վերցրել, դնում ենք պատրաստի մայոնեզը, միսը, 1000 տերևներ, բանջարեղենից ես տնելու եմ վարունգի և լոլիկ, փաթաթելու եմ, դնելու եմ գրիլ տեսակի սարքի մեջ, եւս 2-3 րոպե կարմրի և պատրաստ է, հարգելի հետևորդներ։ Խնդրում եմ բաժանորդագրվել իմ ալիքին, կիսվեք ձեր ընկերների հետ, թողեք ձեր գեղեցիկ մեկնաբանությունները ետ Այս կանե, եթե ձեզ դուր եկավ իմ պատրաստման եղանակը, հարցերի դեպքում կպատասխանեմ, իսկ բաղադրատոմսը մանրամասնորեն կթողնեմ մեկնաբանությունների բաժնում։ Ձեզ հետ կրկին Նարեն էր, առողջ մնացեք, հաջողություն։